Այսօր նայելով մեր շուրջը, տեսնելով չափավոր, բայց բարեկեցիկ կյանք եւ ունենալով թվացյալ անվտանգության զգացողություն, հաճախ գայթակղվում ենք սպառողական կենսակերպով եւ արժեքներով, մոռանալով մեր արմատները եւ այն գինը, որն ազգն ու նրա զավակները վճարել են պատմական այս հանգրվանին հասնելու համար։ Այդ նպատակով այսօր մենք մտովի 1 դար ետ կգնանք եւ կտեղափոխվենք անցյալ, պատմական Սասուն։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ Գևորգ Չաուշի մասին։ Իմ YouTube-յան ալիքում կարող եք նաև գտնել հայ ազգային ազատագրական շարժման հերոսներ Անդրանիկ Օզանյանի եւ Աղբյուր Սերոփի նվիրված թողարկումները։ Բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք թողարկումով, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Աղձնիքը մեծ հայքի երրորդ նահանգն էր։ Այն հարավ-արևմուտքում սահմանակից էր հյուսիսային Միջագետքին։ Հնագույն ժամանակներից ի վեր աղձնիքը կառավարվում էր Բդեշխի կողմից։ Աղձնիքի Բդեշխը Հայաստանի 4 կարևորագույն զորապետներից մեկն էր, որը պատասխանատու էր պետության հարավային սահմանների պաշտպանության համար։ Նահանգի լեռնային հատվածը հենց Սասունն է, հայկական ինքնության ձևավորման կարևոր վայրերից մեկը։ Այս լեռնային շրջանը պատմականորեն աչքի է ընկել ազատասիրությամբ, հարուստ բանահյուսությամբ եւ օտարների համար անհասանելի լինելով։ Հենց այստեղ է ձևավորվել հայ ժողովրդի գլխավոր էպոսը՝ ժողովրդական բանահյուսության մարգարիտ Սասնա Ծռերը։ 19-րդ դարի կեսին Սասունին վիճակված էր դառնալ հայ ազատագրական շարժման դարբնոցը։ Այստեղ ամեն ինչ բարենպաստ էր։ Լանդշաֆտը, տեղի բնակչության մարտական ոգին եւ կենտրոնական կառավարության թույլ վերահսկողությունը։ Հենց այդ ժամանակ եւ այդ պայմաններում 1870 թվականին Սասունի Մկթեն գյուղում ծնվեց Գևորգ Ղազարյանը, ով հետագայում հայտնի կդառնար որպես Գևորգ Չաուշ։ Գևորգի մանկությունն անցել է ինչպես բոլոր սասունցիներինը՝ լի գյուղատնտեսական, ամանորյա ծանր աշխատանքով։ Նա տեղացի հայտնի որսորդ Արոյի որդին էր։ Գևորգը, ով միջնեկ երեխան էր, սիրում էր լինել լեռներում եւ դեռ վաղ տարիքից գիտեր որս անել։ Այս ամենը դեռ մանուկ հասակից նրա մեջ ձևավորել էր տոկունություն, դիմացկունություն եւ կողմնորոշվելու բացառիկ ունակություններ, որակներ, որոնք հետագայում նրան շատ պետք կգան։ Գևորգը իր բնավորությամբ դեռ վաղ տարիքից սկսեց աչքի ընկնել։ Նա ընդամենը 14 տարեկան էր, երբ միայնակ օգնության հասավ հայերին, որոնց վրա հարձակվել էին 4 քրդեր։ Մյուս հայերը վախեցան միջամտել, եւ տղան ծեծի ենթարկվեց։ Հայրը, լավ իմանալով որդու տաքարյուն բնավորությունը, ցանկանում էր նրան տալ հոգևոր կրթություն, հույս ունենալով, որ այն կօգնի նրան դառնալ շատ ավելի զուսպ։ Գևորգը կրթությունը ստացել է հռչակավոր Սուրբ Առաքելոց վանքում, որը Արևմտյան Հայաստանի գլխավոր վանքերից մեկն էր։ Վանքում հիմնական կրթություն էին ստանում Սասունից եւ Մշո դաշտից եկած երիտասարդները։ Քրիստոնեական ուսմունքն ու աղոթքները, ինչպես նաև հայոց գրերի եւ սեփական ժողովրդի պատմության իմացությունը պարտադիր էին։ Այդ ամենը անհրաժեշտ էր, բայց բավարար չէր սասունցի երիտասարդի համար։ 1890-ականների սկզբին Սուլթան Աբդուլհամիդ II-ի քաղաքականությունը հայկական նահանգներում, որը ուղեկցվում էր ջարդերով եւ բռնությամբ, համակարգային բնույթ էր կրում։ Այս ամենը իրականացվում էր վարչակազմի եւ քրդական ցեղերի միջոցով։ Կենտրոնական կառավարությունը իսլամը օգտագործում էր որպես գործիք եւ քրդերին մղում հայերի դեմ, նրանց անվանելով անհավատներ, գյավուրներ։ Այս ամենի հիմքում սակայն հիմնականում ոչ թե կրոնական մղումներն են, այլ քուրդ առաջնորդների անհագ ցանկությունը տիրելու հայերի ունեցվածքին ու հողերին։ Հայ բնակչությունը պարբերաբար ենթարկվում էր ասպատակությունների, թալանի եւ սնանկացման։ Բռնի կերպով իսլամի պարտադրումը, աղջիկների առևանգումը եւ զանգվածային սպանությունները դարձան սովորական երևույթ։
Պետական իշխանությունները ոչ միայն աչք էին փակում, այլ նաև համակարգային կերպով խրախուսում էին այդ քաոսը, այն օգտագործելով որպես հեռավոր նահանգներում քրիստոնյաների նկատմամբ ճնշումներ գործադրելու, վախեցնելու և վերահսկողության կարևոր միջոց։ Որքան Օսմանյան կայսրությունը թուլանում էր, այնքան ավելի ագրեսիվ էր այն գործում կայսրության ներսում քրիստոնյա բնակչության դեմ։ Սեփական տունը, ընտանիքը կամ մարդկային արժանապատվությունը պաշտպանելու ցանկացած փորձ ինքնաբերաբար որակվում էր որպես ապստամբություն կամ քրեական հանցագործություն։ Ինքնապաշտպանությունը հավասարեցված էր հանցագործության։ Հայերին կոչ էին անում համակերպվել և որևիցե պարագայում գլուխ չբարձրացնել։ Շատերը հետևեցին այս կոչին, իսկ մի մասը նախընտրեց պայքարը և ոչ թե համակերպումը, և նրանք հեռացան լեռներ, կազմեցին ջոկատներ, ինքնակազմակերպվեցին և արդյունավետ կերպով պայքարեցին թուրք բարբարոսների դեմ։ Վերադառնանք մեր հերոսին և Սուրբ Առաքելոց վանք։ Գևորգը մեծացել է մի միջավայրում, որտեղ ամեն օր տեսնում էր իր ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները, բազմապիսի ճնշումներ, հոգևորականության նկատմամբ հալածանքներ և մշտական կողոպուտ։ Դա շարունակական նվաստացման և անարդարության մթնոլորտ էր, որտեղ արդարության նվազագույն հույս անգամ չկար։ Այս իրավիճակում հայրենի լեռները շատ ավելի գրավիչ էին թվում։ Երիտասարդ Գևորգը ոչ միայն լավ ծանոթ էր, այլ նաև ոգեշնչվում էր հայ քաջերի պատմություններով, ովքեր զենք են վերցրել և պայքարել այն լեռներում, որտեղ ինքն էր մեծացել։ Այդ քաջերի անունները հաճախ էին լսվում հայ բնակչության շրջանում։ Գևորգի նման երիտասարդների համար նրանք իսկական հերոսներ էին։ Լեռներ հասնելու և այդ հերոսներին միանալու ցանկությունը շատ ավելի մեծ էր, քան վանքի պատերի ներսում հանգիստ ուսում ստանալը։ Որոշումը կայացված էր։ Գևորգը լքում է վանքը, սակայն չի գնում լեռներ։ Այդ ժամանակ Հալեպը պարզապես քաղաք չէր, այլ Օսմանյան կայսրության 4 ամենամեծ և խոշոր քաղաքներից մեկը։ Այն ժողովուրդների, կրոնների և մշակույթների իսկական խառնարան էր։ Չնայած մուսուլմանական սկզբին, քաղաքում տիրում էր հին քրիստոնեության ոգին։ Հին պարիսպներից դուրս գտնվող Ջդեյդե թաղամասը քրիստոնյաների սիրտն էր։ Այստեղ նեղ քարե փողոցները տանում էին դեպի ճոխ զարդարված եկեղեցիներ, ինչպիսին է 40 նահատակների տաճարը։ Հալեպի ճարտարապետությունը անզուգական էր։ Տների ճակատային մասերի, մաշրաբիաների, նուրբ փորագրությունները և շատրվաններով բակերը կարծես արվեստի գործեր լինեին։ Առևտուրը այստեղ կարծես յուրահատուկ պաշտամունք լիներ։ Շուկաները եռում էին ակտիվությամբ, մարդիկ բոլոր կողմերից ձգտում էին հասնել Հալեպի շուկաներ։ Ապրանքներով բեռնված քարավանները գալիս էին օր ու գիշեր, և այդպես դարեր շարունակ։ Այս ամենը չէր կարող տպավորություն չթողնել երիտասարդ Գևորգի վրա, որը եկել էր այստեղ գումար վաստակելու։ Սասոնի լեռներում համեստ գյուղական կյանքից հետո Հալեպը ամբողջովին այլ աշխարհ էր, բոլորովին այլ մթնոլորտով։ Բայց նրան այլ բան էր հետաքրքրում։ Երիտասարդ Գևորգը օր ու գիշեր աշխատելով կարողացավ հասնել իր նպատակին։ Նա զենք գնեց և որոշակի գումար խնայեց իր ընտանիքի համար, որից հետո վերադարձավ հայրենի լեռներ։ Սակայն նա մտադրություն չուներ ոչ ուսումը շարունակելու և ոչ էլ ապրելու գյուղում հանգիստ կյանքով։ Նրա նպատակն էր միանալ ֆիդայական ջոկատներին, մասնավորապես լեգենդար մարտիկ սասունցի Առաքել Մխիթարյանին, նույն ինքը Արաբոյին։ Այդ ժամանակ Գևորգ Չաուշը արդեն ակտիվորեն սովորում և մարտական փորձ էր ձեռք բերում իր ուսուցչի, ամենաազդեցիկ հայ ֆիդային Արաբոյի մոտ։ Դա ազատագրական պայքարի գաղափարների ակտիվ զարգացման շրջան էր, նաև դաշնակցության կազմավորման շրջանը, որը փորձում էր ժողովրդի նպատակներն ու ձգտումները համախմբել քաղաքական միավորի մեջ։ Այդ ժամանակ Կոնստանդնուպոլսից Սասուն ժամանեցին բազմաթիվ ազդեցիկ հայ գործիչներ։ Նրանց մեջ էր նաև հնչակների առաջնորդներից Միհրան Տամատյանը, որի հետ, ինչպես նաև մեկ այլ լեգենդար գործչի Մեծն Մուրադի հետ
Գևորգը հետագայում պիտի համագործակցեր։ 1893 թվականին Արաբոն զոհվեց մարտում։ Սա ծանր հարված էր ֆիդայական ջոկատների համար։ Նրանք մնացին առանց իրենց հզոր և վստահելի առաջնորդի։ 1893 թվականին Գևորգը թեպետ երիտասարդ, բայց արդեն փորձառու, աչքի ընկավ Շենիկում և Տալվորիկում, հմտորեն ղեկավարելով պաշտպանությունը։ Կարճ ժամանակ անց այդ փորձը նրան շատ պետք եկավ։ Սասունում հայերի ավելի ու ավելի ակտիվ գործունեությունը և թուրքական ոստիկանության տապալված մի շարք գործողություններ գրավեցին կենտրոնական իշխանությունների ուշադրությունը։ Սասունի վրա մութ ամպեր էին կուտակվում։ Այս անգամ ամեն ինչ այլ էր։ Սա պարզապես ոստիկանական գործողություն չէր ֆիդայիների դեմ կամ քրդական հերթական հարձակումը չէր, այլ լավ կազմակերպված ռազմական գործողություն, որին մասնակցում էր 4-րդ բանակային կորպուսը Զեքի Փաշայի գլխավորությամբ։ Բանակը, որ պիտի կռվեր այլ պետությունների բանակների դեմ, մասնակցում էր իր պետության ներսում քրիստոնյա բնակչության էթնիկ զտմանը։ Սասունի տասնյակ հայկական գյուղեր հողին էին հավասարեցվել կամ դատարկվել, հազարավոր մարդիկ սպանվել կամ գերի էին վերցվել։ Շատերը ստիպված են եղել փախչել, իսկ բնակչության մի մասը կյանքը փրկելու համար իսլամ էր ընդունել։ Սասունի սովորական կենսակերպը անդառնալիորեն փոխվել և խաթարվել էր։ Օսմանյան իշխանությունները ձգտում էին իրադարձությունները ներկայացնել որպես հայերի ապստամբություն։ Այդ նպատակով նրանք կիրառեցին կայսրական բյուրոկրատիայի սովորական մեթոդները՝ զեկույցների կեղծում, խոշտանգումներ, կեղծ խոստովանությունների կորզում և ողջ մնացածներին անհրաժեշտ ցուցմունքներ տալու պարտադրանք։ Թղթի վրա Սասունը պետք է դիտվեր որպես ապստամբության օջախ այն դեպքում, երբ իրականում այն դարձել էր կազմակերպված էթնիկ զտման գոտի։ Ֆիդայիները, որոնց թվում էր նաև Գևորգ Չաուշը, հայտնվեցին անելանելի դրության մեջ։ Չունենալով աղետը կանխելու համար անհրաժեշտ ուժեր, նրանք հուսահատորեն ձեռնարկեցին հնարավոր ամենը, ինչը ներում էր սեփական ուժերը։ Այս գործողությունները փրկեցին հայերի կյանքեր, բայց չկարողացան կասեցնել կամ փոխել ընդհանուր իրադարձությունների ընթացքը։ Սասունի ողբերգությունը դարձավ ֆիդայիների դիմադրության հնարավորությունների գագաթնակետը։ Դա պատերազմ էր կանոնավոր բանակի դեմ։ Գևորգ Չաուշի և այլ ֆիդայիների համար սա տոկունության իսկական մարտական քննություն էր։ Երբեք ֆիդայիները կանոնավոր բանակի նման մեծաթիվ զինվորների դեմ չէին կռվել, այն էլ այդքան ընդարձակ տարածքում։ Դրա վառ օրինակներից են Տալվորիկի մոտ տեղի ունեցած ճակատամարտերը։ Գևորգի ակտիվ մասնակցությամբ կազմակերպվեց պաշտպանություն, զբաղեցվեցին կարևոր բարձունքներ, որոնք կխոչընդոտեին կանոնավոր բանակի առաջխաղացմանը։ Պաշարները սահմանափակ էին, և յուրաքանչյուր փամփուշտ հաշվված էր։ Տեղի բնակչությունը ակտիվորեն մասնակցում էր պաշտպանությանը։ Երբ փամփուշտները սպառվում էին, հայերը դիմում էին ձեռնամարտի կամ օգտագործում դաշույնները։ Պաշտպանության շնորհիվ քաղաքացիական բնակչության մեծ մասը, կանայք, տարեցներ և երեխաներ, կարողացան նահանջել և հասնել Անդոկ լեռ, սակայն Գևորգը վիրավորվեց և ձերբակալվեց։ Նրան տարան բանտ, որտեղից սակայն նրան հաջողվեց փախչել 1896 թվականին։ Սասունի ժողովուրդը Գևորգին տվեց Լեռնային առյուծ անունը։ Հենց Տալվորիկի մոտ տեղի ունեցած ճակատամարտում է ծնվել այն Գևորգ Չաուշը, որին հայ ժողովուրդը կհիշի հավերժ։ Գևորգ Չաուշի սկզբունքայնությունն ավելի լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ մեկ դրվագի։ Դա Գևորգ Չաուշի կյանքի ամենածանր փորձություններից մեկն էր, երբ բարեկամական շահերը բախվեցին Սասունի ավանդույթներին։ Նրա հորեղբայրը առևանգել էր մի այրի կնոջ։ Այդ արարքի համար մահապատիժ էր սահմանված։ Առևանգված կնոջ հարազատները
Արդարության համար դիմեցին հայերի մեջ մեծ հեղինակություն վայելող Աղբյուր Սերոփին։ Աղբյուր Սերոփը որոշեց չշտապել որոշում կայացնելիս, սպասեց Չաուշին եւ ասաց. «Դու մտածիր եւ որոշիր»։ Սա լուրջ փորձություն էր Գևորգի համար։ Ընտրություն իր հարազատ եղբոր եւ Սասունի ավանդույթների միջև։ Եթե ինքը չպահպանի այդ ավանդույթները, ինչպես պահանջի դա ուրիշներից։ Գևորգը հիանալի հասկանում էր, որ բացառություն անելու պարագայում այն կարող է անդառնալի հետևանքներ թողել եւ պառակտել բնակչությունը։ Նա կայացնում է ծանր որոշում։ Նա սպանում է հորեղբորը։ Այդ որոշումը առ այսօր շատ տարբեր կարծիքների եւ քննարկումների առարկա է։ Շատերը, երբ քննադատում են այդ որոշումը, չպետք է մոռանան, թե ինչ իրավիճակ էր այդ ժամանակ Սասունի լեռներում, ինչ պայմաններում էին տեղի ունենում ֆիդայական մարտերը, եւ թե ինչքան կարեւոր էր սկզբունքի պահպանումը, որի խաթարումը կարող էր պառակտել ամբողջ բնակչությանը։ Աղբյուր Սերոփի սպանությունից հետո 1899 թվականին նրա գործունեությունը շարունակեցին արդեն որպես առաջնորդներ Սասունցի Գևորգը եւ Գարահիսարցի Անդրանիկը։ Նրանք ընդլայնեցին իրենց գործունեությունը, եւ ֆիդայական շարժումը օր-օրի ընդարձակվում ու փորձառություն էր ձեռք բերում։ Երկու առաջնորդներն էլ կատարեցին իրենց բարոյական պարտքը, վրեժ լուծելով իրենց ուսուցչի Աղբյուր Սերոփի սպանության համար, սպանելով դավաճան հային ու գլխատելով կենտրոնական կառավարության կամակատար քուրդ առաջնորդին։ Արաբոյի եւ Աղբյուր Սերոփի սերունդին փոխարինման էին գալիս նոր առաջնորդները, որոնք աստիճանաբար գոյատևման համար պայքարը փոխակերպեցին ազգային ազատագրական շարժման։ Հենց այս ժամանակահատվածում էր, որ Աղբյուր Սերոփը դարձավ Արևմտյան Հայաստանի առանցքային դերակատարներից մեկը, ում անունը ավելի ու ավելի հաճախ էր շրջանառվում հայ բնակչության շրջանում։ Կազմակերպման եւ ակտիվության մեծացման արդյունքում տեղի ունեցավ 1904 թվականի Սասունի ապստամբությունը։ Այստեղ հայերը այլևս ոչ թե զոհ էին, այլ մարտական գործողությունների կողմ։ 1000-ից ավելի զինված հայեր կռվում էին կանոնավոր բանակի դեմ։ Դժբախտաբար մարտերն ավարտվեցին պարտությամբ։ Շատ ֆիդայիներ զոհվեցին, իսկ ոմանք հեռացան տարածաշրջանից, քանի որ նրանց հետ շփվող յուրաքանչյուր ոք կարող էր ձերբակալվել կամ սպանվել։ Այս մարտերի ժամանակ սպանվեց մեկ այլ լեգենդար հայ առաջնորդ՝ Դժոխ Խրայրը, ինչը լուրջ հարված էր ամբողջ ֆիդայական շարժմանը։ Արդեն 1905 թվականին Գևորգ Չաուշը որոշում է վերադառնալ հայրենի երկիր, քանի որ բնակչությունը մնացել էր անպաշտպան եւ ինչ-որ մեկը պետք է ստանձներ կառույցների վերականգնման պատասխանատվությունը եւ կազմակերպեր բնակչության անվտանգության ապահովումը։ Արդեն 1905 թվականին Գևորգ Չաուշը կարելի ասել դարձավ լեռների տիրակալ։ Սասունի, ֆիդայիների եւ ընդհանրապես Արևմտյան Հայաստանի մասին խոսելիս անհնար է չխոսել քրդերի մասին։ Նրանք կայսրության սուրն էին։ Հաճախ հենց քրդերի ձեռքով էին իշխանությունները փորձում լուծել հայկական հարցը, միմյանց դեմ թշնամացնելով եւ կրոնի գործոնը մանիպուլացնելով։ Իսկ գլխավոր շահադրթումը քուրդ առաջնորդների համար հայերի հողերին, ունեցվածքին եւ կանանց տիրելու հնարավորությունն ու թույլտվությունն էր։ Սակայն հանուն ճշմարտության պետք է փաստել, որ հարաբերությունները միշտ չէ որ թշնամական կամ սառն էին։ Կային նաև քուրդ առաջնորդներ, որոնք հայերի հետ բարեկամություն էին անում եւ հաց կիսում, անտեսելով կենտրոնական կառավարության հրամանները։ Կենտրոնական իշխանության քաղաքականությունը պարզ էր։ Հայերի եւ քրդերի միջև մշտապես պետք է թշնամանք լիներ։ Հակառակ պարագայում հնարավորությունը մեծ էր, որ նրանք կմիավորվեն եւ կգործեն միասնական, ինչը չափազանց մեծ սպառնալիք էր թուրքական իշխանության համար։ Բադր խան բեկի 1843-ից 1847 թվականների ապստամբությունը դարձավ 19-րդ դարում քրդական դիմադրության գագաթնակետը, երբ առանձին ցեղերը դարերի ընթացքում առաջին անգամ վերածվեցին կազմակերպված ուժի, որը մարտահրավեր նետեց Օսմանյան կայսրության արևելքում։ Իշխանության գագաթնակետին
Բադրիխան բեկի եւ նրա կոալիցիայի իշխանությունը տարածվում էր հսկայական տարածքի վրա։ Հյուսիսում Վանա լճի ափերից մինչև հարավ, Միջագետքում գտնվող Մոսուլի մատույցները, իսկ արևմուտքում Տիգրանակերտից մինչև Իրանի սահմանը։ Օսմանների համար ապստամբությունը ռազմավարական սպառնալիք եւ աղետ էր։ Բադր խան բեկը եւ նրա դաշնակից ցեղերը կարող էին մինչև 50,000 մարդուց բաղկացած բանակ կազմել, ինչը գերազանցում էր այդ ժամանակվա շատ եվրոպական պետությունների հնարավորությունները։ Ապստամբությունը քրդերի թագավորի, ում այդպես էին անվանում եվրոպական մամուլում, ուղղակի եւ մեծ սպառնալիք էր կայսրության համար։ Հատկանշական է սակայն, որ Բադրը խան բեկը ապացուցեց, որ կարող է լինել ոչ միայն ապստամբ, այլ նաեւ արդյունավետ կառավարիչ։ Ապստամբության ներուժը հիմնականում թաքնված էր ցեղերի միջև երկպառակտությունները հաղթահարելու փորձի մեջ։ Դա փորձ էր, որի նպատակն էր միավորել քրդական ցեղերին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Եթե չլիներ նրա զարմիկի Եզդանշիրի դավաճանությունը եւ մեծ տերությունների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դիվանագիտական ճնշումը, Օսմանյան կայսրությունը հնարավոր է չկարողանար գոյատևել մինչև 20-րդ դար։ Թուրքերը ի վերջո մեծ դժվարությամբ կարողացան ճնշել ապստամբությունը, առաջին անգամ իրենց մաշկի վրա զգալով քրդերի իրական սպառնալիքը։ Սա իր հերթին 20-րդ դարի քրդական շարժման հիմքը դարձավ։ Գևորգ Չաուշը շատ լավ հասկանում էր, թե ինչու էր կենտրոնական կառավարությունը փորձում հայերին ու քրդերին մշտական թշնամանքի մեջ պահել։ Տիրապետելով քրդերենին, քուրդ ժողովրդի մտածելակերպին ու սովորույթներին, ինչպես նաև հեղինակություն վայելելով մի շարք քուրդ առաջնորդների շրջանում, Գևորգ Չաուշը միշտ փորձում էր հավասարը հավասարին հարաբերություններ ձևավորել քրդերի հետ։ Իսկ քրդերը, քաջատեղյակ լինելով Չաուշի քաջությանն ու վճռականությանը, մեծ հարգանք էին տածում նրա նկատմամբ որպես մարտիկի։ Սակայն Չաուշի նկատմամբ քրդերի հարգանքը հիմնված չէր միայն բարի դրացիական հարաբերությունների վրա։ Նա երբեմն քրդերին հարգանք էր պարտադրում զենքի եւ բախումների միջոցով։ Հարկ է նշել, որ այլ լեգենդար հայ առաջնորդներ, ինչպիսիք են Անդրանիկ եւ Արամ Մանուկյանը, եւս նույն կարծիքին էին, տալով քրդերի հետ երկխոսությանը եւ փոխհարաբերությունների ձևավորմանը մեծ կարեւորություն։ 1907 թվականի մայիսին տեղի ունեցավ Սուլուխի կռիվը։ Սա լեգենդար Ֆիդայու վերջին ճակատամարտն էր։ Նա զոհվեց։ Այս ճակատամարտում զոհվեց նաև Օսմանյան բանակի գնդապետ Քյոսե Բինբաշին։ Կարևոր է նշել, որ 1907 թվականի փետրվարին Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր համագումարը նաև քաղաքական ճանաչում բերեց Գևորգ Չաուշին։ Լինելով լեգենդար դաշտային հրամանատար, հեռակա կարգով հաստատվել է որպես Սասունի եւ Վասպուրականի պատասխանատու մարմնի անդամ։ Գերագույն կառույցը նրան պատվիրակել է ռազմավարական որոշումներ կայացնելու եւ կուսակցության շահերը Արևմտյան Հայաստանի տարածքում ներկայացնելու բացառիկ լիազորություններ։ Այդ նշանակման համաձայն նա ֆիդայական հրամանատարից դառնում է նաեւ քաղաքական առաջնորդ։ Դժվար թե Գևորգ Չաուշը իմանար այդ որոշման մասին, քանի որ այդ տեղեկատվությունը փոխանցվում էր հատուկ անձանց միջոցով, որը կարող էր տևել շաբաթներ եւ անգամ ամիսներ։ Սասունի արժանապատվության եւ պայքարի խորհրդանշի 37 տարեկան հասակում մահվան բոթը իսկական իրարանցում առաջացրեց տարածաշրջանում։ 1907 թվականի չքնախ մայիսի 27-ին սուք է բազմաշխար մահվան Գևորգի սասնա հարազատ պետալաշնորդի սուք է բազմաշխար մահվան Գևորգի սասնա հարազատ քաջանդրանի Չաուշին հրաժեշտ տալու համար մարդկանց մեծ ամբոխ էր հավաքվել։ Կարևոր է ասել, որ այնտեղ էին ոչ միայն հայեր, այլև քրդեր եւ նույնիսկ թուրքեր, ինչը խոսում է Չաուշի ազդեցության եւ հեղինակության մասին ամբողջ երկրով մեկ։ Անցան տասնամյակներ եւ քրդերը զբաղեցրին հայ ֆիդայինների տեղը այդ նույն լեռներում։ Այսօր շատ քուրդ մտավորականներ ափսոսում են, որ իրենց նախնիները
չեն պաշտպանել իրենց հայ հարևաններին։ Իսկ շատերը նույնիսկ դահիճներն են դարձել այն ժողովրդի, որի հետ դարեր շարունակ ապրել են կողք կողքի։ Այսօր քրդերը մենակ են։ Այժմ նրանք թուրքական պետության գլխավոր թիրախներից մեկն են։ Իսկ ով գիտի, թե ինչպիսին կլիներ տարածաշրջանի ճակատագիրը, եթե հայերն ու քրդերը կարողանային ընդհանուր լեզու գտնել։ Այսօր, երբ պետական քաղաքականության մասը դարձել սեփական ինքնության եւ պատմության մերժումը, յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է շատ ավելի լավ ճանաչել ինքներս մեզ եւ ավելի խորը գնալ դեպի մեր արմատները։ Այս պատմությունը նաեւ զոհաբերության մասին է։ Այն պարտադիր զոհաբերությունը, որը պահանջվում է յուրաքանչյուր ազգին ապահովելու իր շարունակականությունը։ Ցավոք, այսօր անգամ խեղաթյուրվել է զոհաբերության տրամաբանությունը։ Եթե նախկինում ներկան զոհաբերվում էր ապագայի համար, ապա այսօր ոչ միայն ապագան, այլ նաև անցյալը զոհաբերվում է ներկայի համար։ Հետևաբար, այս իրավիճակը հնարավոր է հաղթահարել այն պարագայում, երբ հնարավորինս լավ կճանաչենք ինքներս մեզ եւ կգիտակցենք մեր առաքելությունն ու պատմական դերը։ Իսկ ինչ եք կարծում, ինչպիսին կլիներ հայ ժողովրդի եւ տարածաշրջանի ճակատագիրը, եթե ժամանակին հաջողվեր ձևավորել հայ-քրդական դաշինք։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։